նրանք ովքեր գնում են կորուսյալ հայրենիքը հետ վերելու ճանապարհով ներկայիս Հայաստանի Հանրապետության պետականությունն են վտանգում, ինչպես մեկնաբանեք, պետք է ցեղասպանությունը շարունակի ճանաչումը լինել Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում։ Ուրեմն ես որպես հայ քրիստոնյա ազգ, որ այսօր իմ ժողովուրդը իրենց պայքարով, իրենց մասնակցությամբ արդեն 44 մեծ հզոր պետություններից առավել ընդունել են ցեղասպանությունը, որ դա միայն հարկավոր է հարգեր գնահատել, դա աշխատանքն է մեր ամբողջ հայ ազգի, դրսի ազդեցիկ մեր հայերի, մենք չենք կարող մեր անցյալը մոռանանք, ուրեմն եթե մոռանանք, ուրեմն ապագա չենք կարող ունենալ։ Ես 100-ամյակի կապակցությամբ Սովետաշրջանում կառուցել եմ ցեղասպանության եկեղեցի, այնպես որևէ մի հայ իրավունք չունի ոչ ուրանալու, ոչ մոռանալու։ Ես ուրիշ հարցեր այսօր չպատասխանեմ, ինձ կներեք։ Դուք ասել եք երբևէ չեք մտածի, որ կվախենան իշխանությունները Արարատին նայել։ Ասել եմ, կարող է հրաժարվում, ասել եմ, որ այսօր ոչ մեկը չէր կարող պատկերացնել, որ իշխանության ներկայացուցիչ չի կարող Հրիշչյանի նայի Մասից Սարին, չի կարող ցեղասպանությունից խոսել, չի կարող Արցախից խոսել, որ այսօր տաճարը Ստեփանակերտում քանդում են, դա մենք չենք պատկերացրել, անհնար է եղել այդ մասին մտածել։ Շնորհակալություն։ Հաջորդ օրը խորոված փարթի են անելու։ Խորոված փարթի են անելու հաջորդ օրը։ Ձեզ համար դա նորմալ է։ Սիրելի լրագրողներ ջան, գիտեք Ծառուկյանը հարցերից չի խուսափում, ինչ որ պատկերացնում եմ, ինչ որ մտածում եմ, այսօրվա օրը թողեք հանգիստ, այսօր եկել են գործել հարգանքի տուրք մատուցելու, տեսնում ես ամբողջ ժողովուրդը այստեղ իրենց երեխաների, թոռների հետ, ամբողջ աշխարհը սգում է, հիշում է, մենք պետք է միասնական լինենք այդ ստեղծած արածը, որ եթե այսօր 40 երկրից ավել խոշոր պետություններ ընդունել են, օրենքներ են ընդունել, քրեական են դարձել, ովքեր որ հակառակ ասեն, նույնը մենք պետք է անենք եւ պետք է ոնց որ Գերմանիան ընդունեց հրեաների ցեղասպանությունը, նույնն էլ Թուրքիան պետք է ընդունի։ Նորեն ժամանակ կարող ենք մնացած մասին խոսել։ Շնորհակալություն։ Կապ չունի Ծառուկյաննա, որ կուսակցությունը, այլ ազգովի, երբ որ եղանք միասնական, ընդհանուր, կարողացանք համախմբել, գնահատել, ով այդ փորձը ունի, այդ ցանկություն ունի, կապերն ունի, պետք է խնդրենք կանգնենք կողքը, մենք այս վիճակից դուրս գանք, ձեզ ցավը։ Այսօր անձնական որ Ռոբերտ Քոչարյանին չեք ընտրի վարչապետ, եթե օրինակ նրա շուրջ համախմբում լինի։ Բայց ես նորից եմ ասել եւ համապատասխան Ռոբերտ Քոչարյանն էլ ասել, ով առաջինը կլինի այդքան շատ զեն կտանի, նա էլ կորոշի։ Պատրաստ եք ընտրել ամենաշատ քվեստացող ընդդիմադիր ես ասեցի հիների հետ գործ չունեմ, Եթե Քոչարյանը լինի ամենաշատ քվե հավաքած դաշնակ, Ձեզ ասում են մի հին, այսինքն նախկին էլ դուք եք։ Նախկին էլ ես որն եմ ասում նա, եպեք բոլորին հնարավորություն տվեք, ամբողջ կյանքը պայքարել եմ, որ կարողանամ այդ ծրագիր իրականացնեմ, իմ կապերն օգտագործեմ, ժողովրդի մատից փուշ անենք, մեր երկիրը ծաղկացնենք, զարգացնենք, հասարակ մի բան է, որ Հայաստանում ունես մի հատ ոլորտ սպորտ, այն է որ Ծառուկյանը հիմքը դրել է, գումարներ դրել է, զարգացել է 25 տարի, որ այսօր եւ թիմային եւ աշխարհում բացի ոսկե մեդալից ուրիշ բան չի գա։ Քաղաքական որոշում է սպորտի հետ։